Էրդողանը իր այդ խոսքի մեջ մի շատ կարևոր շեշտադրում է նաև արել, այսինքն այդ Միջանցքի մասին խոսելիս, որպես ինքը ճանապարհ, որպես այդում էներգետիկ հոսքերի ճանապարհ եւ գեղեցիկ դա կարևորելով, բայց մի հատ ուրիշ կարևոր շեշտադրում արել, որի կողքով չի կարելի անցնել։ Նա ասում է դա բացի այդ ամենից նաև թուրքական աշխարհի միացման միջանցք է լինելու։ Եվ դրանից թուրքական կողմը չի հրաժարվելու։ Նա ասում է նոր ինտեգրացիոն գիծ է լինելու, որը տարածվում է դեպի թուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այո, այսինքն դա թուրքական աշխարհը միացնող, այսինքն դրանից իրենք չեն հրաժարվելու։ Եվ հայկական իշխանությունների կրավորական դիրքը այդ հարցում շարունակում է մնալ այն, որ թուրքական ճնշումը աշխատում է։ Հպանցիկ մի բան էլ ասեմ, ու էլի անդրադառնանք սրան։ Հպանցիկ օրինակ աշխատում է ճնշումը նաև նրանում, որ 300,000 ադրբեջանցիներ արևմտյան Ադրբեջան են գալու Չակերտներում, այսինքն Հայաստան։ Դրան անդրադարձավ Ալեն Սիմոնյանը, չէ, ասելով, հա, պետք է գան, բա իրանց գյուղերում պետք է գան ապրեն։ Այսինքն հայկական կողմը բոլոր զիջումները հակահայ բաների, պահանջների իրականացնում է։ Հիմա անդրադառնանք այդ բանին, Հնդկաստանին եւ Իրանին։ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Երևանում վերջերս եւ Իրանի բոլոր պաշտոնյաները հերթով անդադ ասում են, որ դա հնարավոր չի, մենք դրա հետ համաձայն չենք։ Իզուր չէ՞ որ Էրդողանը դիմա Իրանին, չի դիմում Փաշինյանին։ Էրդողանը դեռ տարի առաջ եւ ավել կարող է ասել էր այդ միջանցքի հետ խնդիրը մենք հայերի հետ չի որ ունենք։ Մենք Իրանի հետ ունենք, Իրանը չի համաձայնում եւ չի համաձայնվելու։ Ոչ թե նրանք գիտակցելու են, թե դա ինչ նշանակություն ունի, նրանք գիտեն դրա նշանակությունը։ Եվ թույլ չեն տալուց ինչքան իրենց ուժերի շրջանակում է, որ հայկական կողմի բանը ինքնիշխանությունը այդ կարգի ոտնահարվի։ Եվ այդ պատճառով է նաեւ, որ Իրանը Սյունիքում ունի գլխավոր հյուպատոսություն, այդ պատճառով է նաեւ, որ Ֆրանսիան Սյունիքում բացմա գլխավոր հպատոսություն եւ այդ ներողություն ավելի ցածր մի քիչ բան։ Ես ինչքան գիտեմ գլխավոր, որտեվ այդ բարագանը ամբողջ խոսակցություններն այլ որ գլխավոր չի լինելու, բայց կարևոր չի հպատոսություն եւ դրա պատճառներից մեկն է, որ այդ ընդհանուր դիմադրության մեջ է, որ ռուսները ուզում են ու դեռևս չեն կարողանում, որովհետեւ ոչ թե հայերն են դրան դիմադրում, այլ դրան դիմադրում է Արևմուտքը եւ Իրանը։ Դեռ որ դուք ասում եք Հայաստանը որ թույլ տա, Ալիևը մի անգամ չի, եւ ոչ միայն Ալիևը, ռուսական կողմը, բազմաթիվ անգամ ասում, Հայաստանը արդեն թույլ է տվել։ Եվ Հայաստանից պահանջում են այն ինչ որ դուք թույլ եք տվել, այսինքն ստորագրել եք, դա նոյեմբերի 9-ի 10-ի պայմանագիրն է։ 20 թվականին ինքնիշխանության պահպանում։ Հայկական կողմը այդ ձևակերպումը կարևոր չի ինչա ասում, կարևորը ինչա գրած։ Գրածը որ դա պետք է լինի ռուսական սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո այո, դա արտատարածքային միջանցք է, այսինքն քո վերահսկողությունից դուրս ընկած կարևոր չի ինչա խոսում Փաշինյանը, ինչ ասես կարա խոսը, Փաշինյանը այսօր մի բան ասում, վաղը ուրիշ։ Խնդիրը հետեւյալն է, Հայաստանը թույլ է տվել, վաղուց է թույլ տվել, համաձայնվել է, ոնց որ եւ Էրդողանը ասում է, խնդիրը Հայաստանի հետ չի։ Իրանն է որ թույլ չի տալիս, նույն Հնդկաստանն է որ այո, նույն Արևմուտքն է որ թույլ չի տալիս, այսինքն ոչ թե թույլ չեն տալիս, որ միջանցք բաց, թույլ չեն տալիս Հայաստանին։ Փաշինյանը վաղուց է այդ միջանցքը տվել եւ կտար առանց խնդրի, այն ինչ որ դուք ասում եք, որ կառավարումներ միջանցքի վերահսկողություններ, փաստացի ֆիզիկական վերահսկողությունից էլ անցողիկ բաների, բեռների եւ մարդկանց նկատմամբ ուզում են հանեն, չէ՞։ Հա, ինչ որ անկապ բաներ են խոսում, այսինքն Արարատ, Միրզոյան, Փաշինյան եւ մնացածը Հայաստանին ոչ թե Հայաստանը համաձայն չի, այլ Հայաստանին Իրանը Արևմուտքը թույլ չի տալիս, որ այդ միջանցքը տան թուրքերին եւ ռուսներին, որտեւ հասկանում են, թե դա ինչ կարգի վտանգ է եւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական հասկանում են։ Արևմուտքը այդ ճանապարհի բացմանը դեմ չի, բայց դեմ է որ դա լինի ռուսական, ռուս-թուրքական վերահսկողության ներքո։ Թե չէ ճանապարհի բացվելուն դեմ չի։ Այդ ճանապարհը հնարավորություններ կստեղծի ինչպես կարգո ճանապարհ բեռների տեղափոխման առևտրային, այնպես էլ էներգետիկ ենթակառուցվածքների համար, բայց դա պետք է չլինի ռուս-թուրքական վերահսկողության տակ։ Սա խնդիրը։ Եվ դա նաև Հնդկաստանի եւ Իրանի շահերի շրջանակում եւ այդտեղ էլ եմ կրկնում ենք ունենք բնական դաշնակիցներ, դա Հնդկաստանն է, դա Իրանն է, մենք ունենք դաշնակիցներ այդ հարցում իդեմս Արևմուտքի եւ մենք ունենք թշնամիներ։ Լավրովը դրա մասին խոսեց նաեւ, այսինքն ինքը ասեց հետեւյալը, որ
հայ-ադրբեջանական եւ ընդհանրապես տարածաշրջանային խնդիրների լուծում պետք է լինի այն հայտարարությունը 20-22 թվականների այդ հայտարարությունների շրջանակում այդ հայտարարություններից ենքային բանը մնացել է մենակ այդ 9-րդ կետը մնացած ամեն ինչը չկա նոյեմբերի 9-10-ի բանի այսինքն անընդհատ ռուսական կողմը նույն այդ երկը երկում բանել ասեմ որ Լավրովը անընդհատ շեշտում է եւ իմիջիալով դա շեշտվել է նաեւ Ֆիդանի հետ երեկվա թե առաջորդ հանդիպման ընթացքում 3+3 համակ բանն է այդ ձևաչափն է որը ռուս-թուրքական ձևաչափը որի մեջ Հայաստանին ներառել են եւ անպայման ուզում են որ տարածաշրջանային բաները խնդիրները լուծվեն այդ ձևաչափի մեջ եւ օրինակը որ Լավրովը բերում է նաեւ դժգոհություն արտահայտելով նրանից որ հայերը ֆրանսիացիներից զենք են առնում հա ասում է ձեր գործն է, բայց Ֆրանսիան մեծ թշնամի երկիր է, չէ՞, Իրանից զենք առնում։ Այն դեպքում, երբ որ նույն Ռուսաստանը ամենամեծ զենք մատակարարողն էր մեր մյուս թշնամի Ադրբեջանին, եւ այդտեղ այդ իրանց համար բիզնես էր։ Իստեղ դու մեր թշնամուց ես զենք առնում։ Այդտեղ ուրիշ բան է նաեւ Լավրովը ասում, հույսն է ինչի վրա եք դրել։ Դուք հեռու եք բոլոր կենտրոններից։ Օրինակ ԱՄՆ-ից։ Այո։ Հետաքրքիր է, իսկ Իսրայելը ավելի հեռու չի ԱՄՆ-ից։ Այդ ոնց է որ Իսրայելում, այդ Աֆղանստանը ավելի հեռու չի ԱՄՆ-ից։ Աֆղանստանում, Իրաքում, չգիտեմ, Սիրիայում ԱՄՆ-ն բազմաթիվ հարցեր լուծել, բայց Հայաստանը շատ հեռու է ԱՄՆ-ից։ Խնդիրը դա, այսինքն դա էլեմենտար դեմագոգիա է եւ մանիպուլյացիա է, որ ամեն անգամ իրականացնում են ոչ միայն ռուսները, բարձրաստիճաններն էլ անամոթաբար, այլ նաեւ հայ գործիչները, որ ռուսական գործակալական ցանկի ներկայացուցիչներն են։ Հիմա մի հատ ձեր հարցին հենց չեմ պատասխանեմ դրան էլ։ Դուք ասում եք Լավրովը գալով ինչ եղավ։ Նիկոլ Փաշինյանը երբ որ գնաց մայիսի 9-ին Մոսկվա, հասկանալի էր, իմ ասած ֆլուգերային արտաքին քաղաքականություն կոչվողի շրջանակում, որ ռուսների հետ որոշակի հարաբերություններ մեղմացման բան ունի, միտում ունի Նիկոլ Փաշինյանը, խնդիր ունի, որ իր հետագա իշխանությունը որևէ մեկը երաշխավորի այդ մեծ երկրներից, ով կերաշխավորի այդքան կարևոր չի։ Հիմա քանի որ ոնց որ թե ուրվագծվում էր, որ ռուսները ուկրաինական պատերազմից կարող է շահեկան դուրս գան, պետք էր գնալ եւ ասել Վլադիմիր Վլադիմիրովիչ եկել եմ։ Հիմա Լավրովի այցը այդ համատեքստում էր, որտեվ 3 տարի թե 2-ից 3 տարի, լավ սենց ասենք։ 2-ից 3 տարի առնվազն այդտենց այցելություն չէր եղել, հիմա այդ այցելությունը եղավ եւ իրենց ազդեցության վերահաստատման միտում կար։ Հիմա հնդածես կերևա թե այդ միտումը Իշխանովա կյանքի կոչվելու, բայց դա ուղիղ ածանցիալ է լինելու ռուս-ուկրաինական այդ պատերազմի լուծման ձևաչափին։ Եթե 3 գումարած 3-ը լինելու է այն միակ, ասենք ձևակերպեմ, կամ առաջնային ձևաչափը, որով մեր տարածաշրջանում Հարավային Կովկաս կոչված տարածաշրջանում հարցերը լուծվելու, ապա այո, բոլոր այն զիջումները, որ պահանջում է ռուս-թուրքական կողմը, դրանք կյանքի են կոչվելու։ Որովհետև 3 գումարած 3-ը դա հենց իրենց ձևաչափն է։ Դրա մեջ մտել է Իրանը, որովհետև այլ հնարավորություն մասնակցելու զարգացումներին այս պայն Իրանը չունի։ Որովհետև այն Հայաստանը, որ պետք է լիներ, որ Իրանի հետ այդ բարեկամական դաշնակցային հարաբերությունների հենքով ձևավորեր միասնություն, գումարած Հնդկաստան, գումարած որոշ արևմտյան երկրներ, այդ Հայաստանը չկա։ Եվ ինչպես եւ ամենասկզբից ասեցի մեր այսօրվա քննարկման, Հայաստանի շուրջ հարցերը լուծվում են առանց Հայաստանի մասնակցության։ Եթե Իրանի տարածքով անցնող այդ ճանապարհը առնվազն հնարավոր չի տեսնվում վերցնել վերահսկողության տակ, այո, վերցնել վերահսկողության արտատարածքային լինի Իրանի համար, դա Իրանի ճանապարհ է, ապա այս այլ ընտրանքը ճակերտներում դա ինչա կարևոր, որովհետև դա թյուրքական, ոնց որ Այրդողանն է ասում, երկրները իրար հետ կապելու իրենց իսկ վերահսկողության ներքո, իրենց դաշնակից գործընկեր, չգիտեմ, ռազմավարական բան եղբայր Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն էլ ուզում է այդ խաղից դուրս չլինել։ Այո, բայց Հայաստանը քանի որ թյուրքական աշխարհը դա Ռուսաստանին էլ մեծ վտանգ է։ Չէ,
վտանգ չի։ Դե հիմա ասեք։ Ապագայի Պուտինն է եվրասիականությունը դարձրել ռուսական այսօրվա իմպերիայի գաղափարաբանություն, իսկ եվրասիականությունը, այո, դա Թուրքի եւ Ռուսի Հենց իրենք են ասում, դա մեր գնահատականը չի, ձեր գնահատականը չի։ Այո, դա իրենք են ասում։ Դա իրենց գաղափարաբանությունն է։ Մենք դրան անդրադարձանք։ Լավրովն էլ էս վերջերս ասում էր, որ մոնղոլ-թաթարական եւ թուրքական պատերազմների եւ արշավանքների շրջանակում Օսմանյան Թուրքիայի հետ մենք կարողացել ենք լեզու գտնել։ Այս եվրոպացիների հետ ոչ մի կերպ չեն կարողանում, այսինքն թուրքական աշխարհը շատ ավելի հոգեհարազատ է այսօրվա ռուսական իմպերիայի բովանդակությանը եւ գաղափարաբանությանը, քան արևմուտքը, առավել եւս Հայաստանը ինչ գործ ունի տեղ։ Հայկական հարցում կա միասնական տեսակետ։ Արմենիա Բիզարմյան, կրկնվեմ, դա ռուսական թեզ է եւ հայկական հարցում հայկականության գործոնը պետք է տարածաշրջանում վերացվի։ Դա խանգարում է եւ ռուսներին եւ թուրքերին։ Այն ինչ որ մենք միջև այսօր ունեցել ենք, հա, այն ինչ որ միջև այսօր մենք ունեցել ենք 300 տարի շարունակ, հա, այդ 300 տարվա ընթացքում հայկական պետականության, իղձերի, շահերի, երբ որ գոյություն է ունեցել նաև իղձերի եւ շահերի, բան կա, այն ինչ որ դուք եք ասում, անհամաձայնություն կա, ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական պետական ազգային շահերի հետ։ Այստեղ մի հատ ուրիշ կարևոր բան կա։ Հարցը հետեւյալն է, թուրքը եւ ռուսը հայ ընկալման մեջ ունեցել են երկու տարբեր դերակատարում։ Թուրքը մորթել է, ռուսը փրկել է։ Եվ թուրքն ու ռուսը շատ լավ այդ բանը ընկալում է, այդ կարծրատիպը ավարտել։ Ֆիլմերում տեսած կլինեք, որ ուզում է հերոս թվալ աղջկա մոտ մի երիտասարդ, ընկերոջը կանչում է, ասում է դու խփի, ես կօգնեմ։ Ես գամ օգնեմ։ Եվ այդ կարծրատիպը դարեր շարունակ հայերի մոտ բուծվել է։ Եվ այդ կարծրատիպով ռուսը հայկական շահը եւ ազգային եւ պետական որ կրկնվեմ որպես մանրադրամ անընդհատ ծախել է Թուրքին այլ հարցերում ընդհանրություն ունենալու շրջանակում վերջինը դրանց ավելի լավ ով կարող ձևակերպել քան Շոյգուն որ ասես մենք փայլուն օպերացիա արեցինք Արցախում թուրքերի հետ միասին դրանից ավել էլ ինչ ասեն հիմա հարցը հետեւյալն է արդյոք մենք հայերս եւ Հայաստանը հնարավորություն չունի Ռուսաստանի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ իհարկե ունի բայց դա այն դեպքում մենակ կարա լինի երբ որ հայկական իշխանությունները կամ Հայաստանը ներկայացնող վարչակարգը ոչ թե կրավորական ստորադաս ապահովում են ռուսական, թուրքական եւ այլ շահեր Հայաստանում այլ իրենց ազգային պետական շահերը համադրում են ռուսականի հետ եւ գալիս են ընդհանրության կգան շատ լավ չեն գա բայց չկա տենց բան, որ ռուսը մեզ բարեկամ է, առավել եւս եղբայր է եւ առավել եւս դաշնակից է։